Դժվար է կառավարել մի մարդու, որի մեջ Մենդելեևի ամբողջ քիմիական աղյուսակի բոլոր տարրերը ներկա են։ Բարդ նյութ ենք, համակցություն ենք, եւ միայն Աստծո հոգին է գլուխ անում մեզանից, սիրելիներս։ Մեր փոփոխությունը հնարավոր է միայն նրա ներգործության հաշվին։ Սուրբ հոգին է, որ անգամ Աստծո խոսքը մեր ներսում միսուարյուն է դարձնում, սիրելիներս։ Առանց նրա չենք կարող, բայց նրանով մեր բոլոր տկարությունների մեջ կարող ենք զորանալ։ Ես չեմ ասում, որ մենք երբևէ մեղք չենք գործում, բայց Սուրբ Հոգին մեզ կարողություն է տալի մեղքի կյանքով չապրելու։ Աստծո արդարը 7 անգամ էլ ընկնի, 7 անգամ ոտքի կկանգնի, բայց մեղքի կյանքով չի ապրի։ Նա կոտրում է մեր կյանքի վրայից մեղքի իշխանությունը եւ մեղքի լուծը։ Նա օրեցօր մեզ կարողություն ու զորություն է տալիս, որպեսզի մենք ավելի ապրենք մաքուր եւ սուրբ կյանքով։ Սուրբ Հոգին մեկն է, որ երկնքի իրականությունը մեզ համար հասանելի եւ շոշափելի է դարձնում։ Սուրբ Հոգին մեկն է, որի միջոցով մենք կարողանում ենք զգանք հայրությունը, հոր սերը, հոր գրկախառնությունը, հոր մխիթարությունը։ Գիտեք, որովհետեւ Աստվածաշունչն ասում է, որ Սուրբ Հոգին որդեգրության հոգի է։ Երբ որ նա գալիս է եւ մեր մեջ բնակվում է, մեր ներսում այդ զգացողությունը, այդ պատկանելությունը նա է արտնացնում եւ կենթանի պահում, որ մենք հայր ունենք, հալելույա, որ մենք որդիներ ենք, որ մենք օտար չենք, ում միջոցով է դա լինում, սիրելիս։ Դա Սուրբ Հոգու միջոցով է մեր մեջ լինում, որ մենք այլևս Աստծուն խորթ եւ օտար չենք, այլ կարող ենք Հայր Աստծուն դիմել եւ ասել Աբբա հայր, մեր հարազատ հայր։